Ժողովուրդ օրաթերթը գրում է իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկայում վեհափառը կհրաժարվի կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից։ Թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ վեհափառը ելք չունի հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է ենթարկվի Նիկոլ Փաշինյանի պնդումներին, եւ հոգեվորականները պետք է նոր կաթողիկոս ընտրեն։ Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել ու միմյանց վստահեցրել են, որ վեհափառը ելք չի ունենալու, երբ ճնշումները օր-օրի ավելանան։ Իսկ եկեղեցականները թերթին փոխանցել են, որ վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրենք կհասնեն իրենց ուզածին միայն լռությամբ ու պետք է Փաշինյանի բարձրացրած աղմուկին ընթացք չտալ, եւ այն աստիճանաբար շուտով կմարի։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու եւ նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին։ Սակայն մեկ շաբաթից ավելի է արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե սահմանադրությունը, թե խնդրող առարկային վերաբերող օրենսդրությունը եւ եզրակացրել, որ համաձայն գործող իրավակարգավորումների յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում, այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարանն ընտրությունը չի կատարել։ Հետևաբար խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են։ Նրանք ճիշտ է Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղ ունեցող ցանկացած գործընթաց կոտրելու են ոչ միայն իր, այլև ողջ արցախցիների ուսերին։ Իշխանական սպառնալիքները տեղ հասցնողն ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն է։ Գրում է թերթը։ Ժողովուրդ թերթի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են։ Ավինյանի շրջապատից քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու կարծես թե արդեն կոնկրետ փաստեր են հավաքել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է նախկին խմբագիր Փաշինյանն այնքան է սահմանափակել մեր հարկատուներից հաշվին գործող հանրային հեռուստաընկերության ազատությունը, որ արդեն մի քանի տարի է հանրայինից հարկ չեն համարում պետության թիվ 1 քաղաքական մարմնի ազգային ժողովի աշխատանքները լուսաբանելու համար լրագրող ուղարկել խորհրդարան։ Այդ գործն անում են հանրային հեռուստաընկերության օպերատորն ու տեխնիկական աշխատակիցը։ Հանրայինի ղեկավարությունը ըստ ամենայնի ազգային ժողովում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում եւ օպերատորին ու տեխնիկական աշխատողին ուղարկում է միայն կադրեր բերել Մնացածն իրենք են անում կառավարությունից ստացված հրահանգներին համապատասխան։ Ի դեպ շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում բյուջե էր քննարկվում, Փաշինյանը դուրս գալով նիստերի դահլիճից ցանկություն է հայտնել լրագրողներին ճեպազրույց տալ եւ միջանցքում նկատելով հանրայինի օպերատորին ու տեխնիկին, արի հարց տուր, ես պատասխանեմ։ Շփոթահար աշխատակիցն ասել է, ինքը չի կարող հարց տալ, ընդամենը տեխնիկական աշխատող է։ Գրում է թերթը։